Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար IM-ի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար IM կայքի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը ինչպես միշտ վարում ենք մենք Հայք միաբանության անդամներ Էդգար Մակարյանը Երևանից եւ ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Մեր հաղորդումները ընդհանրապես մեր ասելիքը տրամաբանական ընդհանրության մեջ է գտնվում եւ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում որոշակի զարգացում է ապահովում, հատկապես վերջին շրջանում, երբ կար նաեւ մեծ բակի խորհուրդները, հարության խորհուրդը, մենք որոշակի տրամաբանական զարգացման ենք տանում, խոսելով նաեւ մեր ազգի խաչելության մասին, երբ հուդայամբյուր դավաճանությամբ ինչպես տեղի ունեցավ վերջին շրջանում, մեր ազգը կարծես թե խաչվել է եւ դրած հայտուն դրսևորումը կամ դրա ամենաարտահայտիչ դրսևորումը այն ինչ տեղի ունեցավ Արցախի հետ եւ հիմա ինչ տեղի ունենում մեր ինքնության հետ ու մեր իրականության հետ, բայց մենք ձևակերպեցինք նաեւ մեր մյուս հաղորդումում, որ խաչելությունից հետո կա հարություն եւ խոսեցինք նաեւ հարության մասին, նաեւ Քրիստոսի զոհաբերության, աստվածային զոհաբերության եւ մեծ հավիտենություն ու կյանք պարգևելու այդ ամբողջ խորհրդի մասին, ձևակերպելով, որ հարություն կա, եթե կա նաեւ առաքելության գիտակցում։ Մեր վերջին հաղորդումը հարություն եւ առաքելություն, խոսքը վերաբերում էր նրան, որ սկսած անատից, վերջացրած համակեցություններից, ընդհուպ մինչև ազգեր, քաղաքակրթություններ, սեփական առաքելության գիտակցման պետք է իրենց կեսընթացը ապահովեն, որպեսզի կարողանանք այս քաղաքակրթական համակարգային եւ ինչպես նաեւ գիտնականներն են ձևակերպում ժամանակակից գիտնականները անթրոպոլոգիական այս խորքային ճգնաժամից դուրս գանք Եվ այսօրվա հաղորդումը, քանի որ վերջին հաղորդումը հարություն եւ առաքելություն, խոսելով առաքելության մասին որոշ անդրադարձ նաեւ կկատարենք հիմա, այնուամենայնիվ առաքելության գիտակցումը ինքը արդեն պարտադրում է գործ։ Հետևաբար այսօրվա հաղորդումը մենք կփորձենք ընդհանուր վերնագրել առաքելություն եւ ի գործ։ Առաքելության մասին խոսելիս առաջին հերթին մենք դիտարկեցինք, որ հայի առաքելությունը ըստ էության աստվածային արտարության եւ արքայության որոնումն է եւ նրա կայացման ճանապարհն։ Սա ամենամեծ ճանապարհն է, ընդ որում մենք բազմաթիվ մեր հաղորդումների ընթացքում եւ մեր աշխատությունների միջոցով փորձել ենք ցույց տալ այդ ճանապարհը եւ այդ ընթացքը անվանելով Հայքի բյուրհազարամյա կեսընթաց։ Եթե դա վերաբերում է ժամանակի կտրվածքով բյուրհազարամյակին, առաջիկա ապագայի բյուրհազարամյակին, ապա մեկնարկը հենց հիմա է տրվում եւ այդ մեկնարկի պատասխանատվությունը տրված է մեր սերնդի առաջ։ Բայց ինչի մասին է խոսքը, ուզում եմ որ ավելի մի փոքր այլ տեսանկյունից մոտենանք, ընդհանրապես եւ մարդու համար առանձին եւ համակեցությունների ու ազգերի քաղաքակրթությունների համար ամենակարևորը իր ապագան ճանաչելի դարձնելն է, որպեսզի կարողանա այդ նպատակներին հասնել։ Այդպիսի պրոյեկտներ այսօր աշխարհում կան եւ ժամանակակից ճգնաժամի դուրս գալու բազմաթիվ ելքեր են մատնանշում, խոսում են համաշխարհային 5-6 պրոյեկտների մասին, համաշխարհային պրոյեկտների, որոնք փորձում են տարբեր կենտրոններով իրականացնել։ Անհրաժեշտ է համապարփակ, նաև հայկական համաշխարհային նախագծի ներդրումը, եւ մենք սրա մասին պարբերաբար խոսել ենք, որը մենք անվանում ենք նոր արդար աշխարհ Հայք Տապանով կամ Հայքի կենսընթացը, որը վերաբերում է հայ քաղաքակրթական սուբյեկտի վերադարձ իր քաղաքակրթական մատրիցա եւ քաղաքակրթական մատրիցայի այս ընդհանուր տրամաբանության մեջ նպատակ դրել դեպի հավերժություն։ Ընդ որում մենք բազմիցս ձևակերպել ենք, որ այդ պարագայում հնարավորություն ոչ միայն մենք ենք ստանում
տապանի մեջ հայտնվելու, այլև մարդկության այսապարժեք քաոսից դուրս բերելու, որովհետև այն բանաձևումները, որոնք առաջարկվում են, ընդ որում այդ բանաձևումները ոչ թե ինչ-որ հորինվում են, կամ կրվում են, կամ երազվում են, դա հստակ մեր քաղաքակրթական կոդերի վերծանումն է և նրանց արդիականացում է ժամանակակից իրականության մեջ։ Այն, որ Հայկը ժամանակի ընթացքում եղել է այդ, կատարել է այդ հաղորդակցիչի դերը, ապահովելով անցումները, քաղաքակրթական անցումները, տարբեր փուլերում, սկսած հայկական լեռնաշխարհը որպես երկրագործության կենտրոն, Հայքի հաղթանակը Բելի նկատմամբ, քրիստոնեության ընդունումը և եկել է ժամանակը արդարության հաստատման։ Հիմա սա ընդհանուր քաղաքակրթական, ընդհանուր մատրիցայի և մեր ապագա պրոյեկտի մասին ենք մենք խոսում, բայց կոնկրետ գործի համար անհրաժեշտ է այս պահին ձևավորել ազգային համակարգը։ Խոսքը վերաբերում է մեր քաղաքակրթական առաջնահերթություններին վերաբերող այնպիսի համակարգի ձևավորման, որը դուրս է լինելու այս ապարժեք քաոսից և հնարավորություն ունի անհատների, խմբերի ջանքերի շնորհիվ կայացնել և ըստ էության Հայաստանին դուրս բերել այդ ճգնաժամից։ Աշխարհաժողով շարժումը ընդ որում այս ճանապարհով գնում է ազգային համակարգի կայացման, հիմա մենք փորձում ենք այս ընթացքը ապահովել, կան կոնկրետ արդեն գործեր, ձևավորվում է կրթական համակարգը, ձևավորվում է Հայոց Արցախ ընդհանուր համակարգը, որպես ազգային համակարգի առանձին բաղադրիչներ, որովհետև մենք բազմիցս ենք նշել նաև մեր հաղորդումների ընթացքում և ընդհանրապես մեր խոսույթում, որ ժամանակակից քաղաքական դաշտի մեռելներին պետք է թողնել, որ մեռելները թաղեն, ժամանակավրեպ գործունեությամբ են զբաղվում, նույնիսկ անհասկանալի է, թե ինչով են զբաղվում։ Իհարկե կան նաև, նշենք նաև, որ կան առանձին անհատներ, ազգային խմբեր, որոնք փորձում են դիմադրել, պահպանել ազգային ինքնությունը, սակայն դիմադրել, պահպանել դա անցյալին է վերաբերում։ Իսկ քաղաքակրթական պրոյեկտը, այն ինչ մենք առաջարկում ենք, դա ապագային է վերաբերում։ Հետևաբար, նույնիսկ ներկա տիրույթում, եթե քաղաքական լեքսիկոնով փորձենք ներկայացնել, առաջադեմների և պահպանողականների պահպան տրամաբանության մասին չէ, երբ պահպանողականները նաև ազնիվ մղումներով փորձում են փշրվող կամ ոտնահարվող ազգային ինքնության արժեքները պահպանել, խոսքը վերաբերում է ապագային և ընդհանրապես նրանք են կայացնում, նրանք են հաղթում, ովքեր տիրում են ապագային, ովքեր կարողանում են ներկայում արարել ապագան։ Փորձեմ նաև եզրափակել անցյալ հաղորդման ժամանակ մեր այն բանաձևով, որ սա նաև Քրիստոսով է մեզ տվել, Քրիստոսի տիեզերական վարդապետությամբ, որովհետև եթե մինչև այդ փորձում ենք ինքնություն պահպանել, Քրիստոսի տիեզերական վարդապետությամբ կամ Քրիստոսի վարդապետությամբ, ճշմարտությամբ, այդ հայտնությամբ մենք ստացանք այն ուղերձը, որ Աստծո առկայությունը հիմա պետք է կայացնել, և մեր քաղաքակրթական պրոյեկտը հենց սրան է վերաբերում։ Շնորհակալություն։ Իհարկե բազմաշերտ էր ձեր խոսքը և պետք է ես էլ որոշակի հղումներ տամ հենց այդ բազմաշերտության մեջ նշած որոշ հենց դետալների և դրանց վրա կառուցեմ նաև իմ ասելիքը, թերևս առաջինը սկսեմ ձեր նշած այդ համաշխարհային պրոյեկտների բովանդակության անդրադառնալով, ոչ թե դրանց մասին մանրամասնելով, այլ շեշտելով կարևորագույնը, որ այդ բոլոր պրոյեկտները միևնույն է իրենց բազմազանության մեջ կամ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում ունենալով իրենց մեկնարկային կետերը, միևնույն է բոլորը մեծ հաշվով եթե նայենք, իրենց ընդհանուր հայտարարում ունեն մեկ ընդհանրական մոտեցում, որը կարող ենք մեծ հաշվով անվանել, որ ունի 3000-ամյա վաղեմիություն, որի մասին մենք ձեզ հետ խոսել ենք, և անվանել ենք որպես 3000-ամյա մակաբուծային
համակարգ կամ հակահամակարգ, որը 3000-ամյա իր վաղեմության այս ծրագրում արդեն եկե հասել է իր ռեալիզացիայի գագաթնակետին եւ հիմա բոլոր ռեսուրսները, բոլոր ջանքերը, բոլոր հնարավոր ուժերն ու կարողությունները ներդրել դրա հանգուցալուծմանը եւ մնացած այլ, այսպես ասած, պրոյեկտներ համաշխարհային որ կան, նույնպես ծրագրավորված, նույնպես նախագծված են նրանց կողմից եւ նրանց այս համընդհանուր նպատակին ծառայելու կողմից, հետեւաբար այս ամեն ինչը իրենց ամբողջության մեջ կրկնենք մակաբուծային է եւ հակաարարչական։ Ի տարբերություն այս ամենի, երբ որ մենք ասում ենք հայկական համաշխարհային գլոբալ պրոյեկտ, մենք խոսում ենք ոչ միայն որ այս 5-6 եղած պրոյեկտներին մրցակցող պրոյեկտ, այլ ամենակարևորը այս բացասական վեկտորին հակառակ կամ այս բացասական վեկտորից դուրս արարչական համակարգի մասին ենք մենք խոսում։ Սա տրամագծորեն այլ բան է, որովհետև եթե նախկին այս համակարգը, որ ինչպես ասացին 3000-ամյա մակաբուծային հակահամակարգը ուներ եւ ունի իր հոգեվոր բովանդակությունը, ապա այդ հոգեվոր բովանդակությանը ծառայում է իր քաղաքական օրակարգերը եւ արդյունքում ունի իր մակաբուծային վաշխառոական տոկոսի վրա հիմնված տնտեսակարգային համաշխարհային գլոբալ գերիշխանությունը, արդյունքում այս երեքի արդյունքում, այսինքն կրոնական իմաստներ, քաղաքականություն, մակաբուծային տնտեսական մոդել ձևավորում են մեր նշած հակահամակարգը, ավերիչ հակահամակարգը, որին ի հակառակ մենք ասում ենք, որ պետք է ձևավորվի քաղաքակրթական նոր առանցք, քաղաքակրթական նոր կենտրոնով, որը մենք ասում ենք ի հակառակ կրոնական մոտեցման ունի իր խորքի մեջ հոգևոր արժեքներ, ոգեղեն իմաստներ եւ կրոնական բովանդակություններ, որոնցից պետք է բխեն եւ որոնց պետք է ծառայեն կենսաքաղաքական օրակարգերն ու բանաձևերը։ Արդյունքում նոր տնտեսական մոդելով դուրս մակաբուծային վաշխառոական տոկոսի տրամաբանությունից եւ կեղեքող ձևաչափերից, որ առավելագույնս պետք է լինի բարիքի ստեղծման եւ արդար բաշխման բանաձևի վրա, այսինքն իր հիմքում պետք է ունենա արդարությունը, որոնց արդյունքում ձևավորվելու է արարչական համագործակցային համակարգը։ Ի տարբերություն, ինչպես ասեցինք, իրենց կրոնաքաղաքական, մակաբուծային, հակաարարչական, ավերիչ հակահամակարգի։ Այսինքն բանաձևը հստակ է, նրանցը բնութագրում ենք ինչպիսին է հակաարարչական, մերը բնութագրում ենք հենց արարչական, որտեղ ի սկզբանե միտված է Աստծո արքայության որոնման եւ նրա արդարության հաստատմանը։ Սա կարևորագույն խնդիր որպես քաղաքակրթական մեծ ձևաչափի մեջ ներկայացնելու, թե ինչ խնդիր է դնում հայությունը իր ազգային առաքելության մեջ, երբ որ ասում է, որ ազգային առաքելությունը դա Աստծո արքայության եւ նրա արդարության որոնումն է եւ հաստատում է։ Հիմա այս առումով, երբ որ մենք սա հանրահարչակում ենք, շատ կարևոր հարց է առաջանում, ապա ո՞րն է այդ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ Այս առումով մենք ասում ենք, որ առնվազն երկու մակարդակում այն պետք է դիտարկել։ Նախ առաջին հերթին մեկ անհատի, այսինքն անձի ներաշխարհային մակարդակում, երկրորդը միջանձնային ներհասարակական մակարդակում։ Էլ չենք ասում, որ սրա արդեն վերաճային ավելի մասշտաբային է, դա արդեն միջազգային համաշխարհային մակարդակում այդ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը ռեալիզացիայի շրջափուլը։ Բայց պետք է սկսենք իր առաջի երկու դրսևորումներով։ Երբ խոսում ենք ներանձնային մակարդակից, ներանձնային ներաշխարհային բովանդակությամբ, ապա մենք այստեղ նորից հղումը տալով Քրիստոսի տեզերական վարդապետությունը բազմիցս ենք այս մասին խոսել, մեկ անգամ է շեշտադրենք ու անցնենք առաջ, որ պատգամը Քրիստոսի տված էր հավերժական այդ պատգամով, որ կատարյալ եղեք ինչպես կատարյալ է ձեր երկնային հայրը։ Այսինքն Աստծո արքայությունը դա նշանակում է, որ ապրում է առաջնահերթ յուրաքանչյուր մարդ անհատականության մեջ որպես Աստծո ներկայություն։ Սա ուղիղ իմաստով եմ ասում, որպես Աստծո ներկայություն։ Այսինքն եթե ի սկզբանե չենք խնդրում, եթե ի սկզբանե չենք որոնում հենց այս Աստծո արքայությունն ու արդարությունը եւ սպասում ենք, որ այն կգա հյուսիսից, հարավից, չգիտեմ որտեղից, ապա նշանակում է մենք այդ արքայությանը հասնելու ճանապարհից դեռ շատ հեռու ենք։ Բայց եթե խնդիրը դնում ենք, որ ամենից առաջ այն պետք է որոնել սեփական ներաշխարհում,
Այն փոխում է նաև մարդ անհատականության կյանքի հանդեպ վերաբերմունքը, կնշանակի կյանքի հանդեպ իր իմաստի որոնումը եւ ըստ այդ իմաստի իր ամբողջ կյանքի վարքագծային փոփոխությունը ենթադրում։ Հիմա երկրորդ իմաստով, երբ խոսում ենք Աստծո արքայությունից եւ նրա արդարությունից, ապա ամեն ինչ առաջ ասում ենք այն պետք է դրսևորվի սոցիալ հասարակական կյանքում, ապա ակամայից հարց է առաջանում. ինչպիսին պետք է լինի դա։ Կա արդյոք այդպիսի մի նախանմուշ, կա այդպիսի մի ձևաչափ, որտեղ եթե մենք խոսում ենք Աստծո արքայությունից, ապա հասկանում ենք, որ դա վերերկնային, կատարյալ մի իրականություն է, որը ոչ մի կերպ չի կարող ռեալիզացվել այսքան նյութական, այսքան աշխարհիկ կյանքում բոլոր մեղքերով, բոլոր սխալներով, բոլոր արատներով հանդերձ այս աշխարհում։ Հետևաբար դա կարող է թվալ երևակայության արդյունք, թվալ միֆ, թվալ ուտոպիա, երազանք եւ այլն։ Բայց եթե մենք ասում ենք, որ դա մարդկային էվոլյուցիայի եւ աստվածային նախախնամության գերնպատակն է, որ ժամանակի ընթացքում գալ հասնել դրան, եւ դա կապ չունի կտևի 1000 տարի, 10000 տարի, 100,000 տարի, թե քանի հազար տարի, էականն այդտեղ չէ։ Էականը այն վեկտորն է, որը դնում ես քո առաջ այսօր եւ որին կհասնես այն ժամանակ, երբ կհասնես, բայց կարևորը այդ փարոսից անշեղ նավարկությունն է։ Ինչպես ասացինք, որ հակառակ համակարգը, հակաարարչական ավերիչ համակարգը 3000 տարի առաջ իր առջև խնդիր էր դրել այսօր հասնելու համաշխարհային տիրապետության, իրեն հռչակելու ընտրյալ ժողովուրդ, իրեն հռչակելու քահանայապետների ժողովուրդ, իրեն հռչակելու մոլորակային մասշտաբով գերիշխանություն եւ կառավարություն անելու միսիա եւ այդ միսիային, այդ մեսիականություն, այդ մաշիախին լույս աշխարհ բերելու, հետեւաբար իրենց ընտրյալների հազարամյա թագավորությունը հաստատելու այս հստակ ծրագիրը նախատեսել էին անգամ ստրկության մեջ, այսինքն ամենացածրագույն, ամենաանկյալ վիճակում նախագծել ու ծրագրել էին հասնելու համաշխարհային տիրապետության իրենց հազարամյա թագավորության եւ ինչի համար շեփորահարումը, որ արդեն ժամանակները հասել են եւ դրան նախապատրաստություններն են տեսել։ Այսինքն ժամանակային առումով կապ չունի դա 3000 է, 10 թե 100,000 տարի է։ Խնդիրը անշեղ փարոսին, անշեղ հետևելու մասին է խոսքը։ Հետևաբար, եթե մենք ձևակերպենք ազգային առումով խորքային, այսինքն իր ոգեղեն արժեքայնությամբ, իր հոգևոր իմաստությամբ, իր կրոնական բովանդակությամբ, որ մեր ազգի առաքելության փարոսը եւ դրա հիմքի վրա նաեւ ազգային գաղափարախոսությունը այդքան որոնված, պետականաշինությունը, որը պետք է հիմնվի այս երկուսի վրա, դա Աստծո արքայության որոնումը եւ նրա արդարության որոնումն հաստատումն է, դա կարող է փոխել ամբողջ հասարակական եւ պետական կյանքի կառուցվածքը։ Հիմա այս առումով երբ հարցադրումը գալիս է լավ, բայց այդ ինչպիսին պետք է լինի, դա ինչ մոդել է Աստծո արքայությունը սոցիալ հասարակական կյանքում, ապա մենք պատասխանում ենք, որ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը վերերկրային, նույնիսկ ասել ենք ավելին, արարչական սուրբ երրորդության ձևաչափի մեջ, եթե այստեղ այս ձևաչափ բառը ճիշտ է, դրսևորվում է որպես ինքնագոհ ու նախագոհ ոգեղեն ընտանիքի ձևաչափի բանաձևի մեջ, այսինքն դրանից հետո տեղի ունեցած համատեզերական ողջ արարչությունը իր ոգեղեն, հոգևոր, նյութական բոլոր հարթություններում արարված է այս մեկ մոդելի մեջ, այսինքն ընտանեկան մոդելի մեջ եւ տեզերական որ ժամանակը վերցնեք, տեզերական որ հարթությունը վերցնեք, որ տարածությունը, տարածաժամանակային միավորը վերցնեք, այն արարված է ընտանեկան մոդելին համապատասխան։ Ինչ է սա նշանակում, որ Աստծո արքայության մեջ առաջնային է հոգևոր եղբայրության անանց սկզբունքը։ Այսինքն միայն Աստծո արքայություն կարող է կայանալ այնտեղ, որտեղ կա հոգևոր եղբայրության սկզբունք, որն ինքն իրենից ենթադրում է նախ աստվածային սեր եւ այդ սիրուց բխող ներողամտություն, գթասրտություն, բարեգթություն, ողորմածություն, այս հիմնարար արժեքների վրա է եւ ծառայություն, այո, եւ զոհողականության պատրաստակամություն եւ ինքնանվիրում եւ այլն։ Այսինքն այս հոգևոր տիեզերական մեծ ընտանիքի հոգևոր եղբայրության բանաձևը բխում է Աստծո սիրուց եւ նրա այս դրսևորումներից, որոնք նշեցի։ Այսինքն սրանից դուրս Աստծո արքայություն չկա։ Կնշանակի խոսելով հայոց ազգային գաղափարախոսության մասին,
դրա հիմքի վրա պետականաշինություն կառուցելու մասին, դրանց հիմքում դնելով այս հոգևոր իմաստը, ոգեղեն արժեքը, կրոնական բովանդակությունը, որպես Աստծո արքայության եւ նրա արդարության որոնում ու հաստատում, մեկ բառով կարող ենք ասել, դա հայոց ազգային հոգևոր եղբայրության տաճարի կառուցումն է, առանց որի չի կարող գոյություն ունենալ ոչ հայոց առաքելություն, ոչ հայոց ազնիվ եւ արդար պետականաշինություն ու պետականակարգություն, ոչ էլ այդ ազգային առաքելության իրացում։ Այսինքն հիմնարար առանցքը կա ու մնում է այդ հոգևոր եղբայրության կայացումը։ Եվ հիմա հարց է առաջանում. ինչպես քաղաքական բովանդակությունների ու վերածելու ճանապարհով, սա հիմնարար առանցք է։ Նայեք, երբ որ մենք նորից օրինակը բերում ենք հակահամակարգին, հակահամակարգը երկար հազարամյակ, 2-3 հազարամյակ տարավ իր հոգևոր բովանդակությունները, բայց դրանք սկսեցին կյանք եւ միս ու արյուն ստանալ, երբ սրանից 130 տարի առաջ, երբ այսպես կարելի ասել, մոտավորապես 130 տարի առաջ, տեղի ունեցավ այդ հոգևոր իմաստների եւ արժեքների քաղաքական տրանսֆորմացիա, այսինքն երբ որ կրոնական հոգևոր սիոնիզմին դրվեցին քաղաքական սիոնիզմի ռելսերի վրա, այդ օրվանից իրենց հոգևոր նպատակների իրագործումը իրենց համար դարձավ խիստ շոշափելի եւ տեսանելի։ Այսինքն թե դա տեղի կունենար ընդամենը մի 5-10 տարվա ընթացքում թուրք սուլթանին կաշառելու միջոցով, թե դա տեղի կունենար 20 տարի հետո, ենթադրենք առաջի աշխարհամարտում Թուրքիայի պարտության միջոցով, որի փորձերն իհարկե արեցին իրենք, թե տեղի կունենար երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո այդ պետականությանը հասնելու, դա այլևս կարևոր չէ։ Խնդիրը կարևորությունը կայանում է այնտեղ, որ երբ որ հոգևոր եւ կրոնական բովանդակությունները միաձուլվեցին եւ գտան մեկ ամբողջության մեջ, այդ ժամանակ իրագործումը դարձավ խիստ շոշափելի, խիստ իրական եւ ընդամենը մի քանի տասնամյակում կայացվեց այն, ինչը 2000 եւ ավելի տարիներ հնարավոր չէր իրագործել։ Այսինքն, ասելիքս կայանում է նրանում, որ այն հոգևոր բովանդակությունը, ոգեղեն արժեքը, կրոնական իմաստները, երբ որ բերում ենք, ձևակերպում ենք որպես Աստծո արքայության եւ նրա արդարության որոնում եւ կայացում, խնդիր ունի այս հոգևոր դաշտից տրանսֆորմացվելու քաղաքական օրակարգերի, քաղաքական բանաձևերի եւ կոնկրետ քաղաքական գործընթացների։ Եվ հիմա ինչպես ենք մենք ձեզ հետ միասին պատկերացնում դրա այդ տրանսֆորմացիան։ Հիմա եկեք, մենք խոսում ենք հոգևոր եղբայրությունից։ Եվ ասեցինք, որ եղբայրությունը ինքնին ենթադրում է ապրումակցում, սրտացավություն, հոգատարություն, խնամատարություն եւ այլն, այն առաքինությունները, որը մարդուն մարդ է դարձրել այս իր բազմհազարամյակային էվոլյուցիայի ընթացքում։ Նույնիսկ այս առումով շատ մի օրինակ կարևոր բերեմ եւ անցնենք առաջ, Մարդաբան Մայն Ռիդ այդ կին կար, որը հարցնում է ուսանողներն, ասում է, կարող եք ասել, երբ է սկսել մարդկային քաղաքակրթությունը։ Ուսանողներն ասում են կրակի գյուտից, անիվի գյուտից, հողի մշակումից, կենդանիների ընտելացումից եւ այլն, ամեն մեկը մի տարբերակ առաջարկում է։ Բայց նա ասում է ոչ, քաղաքակրթությունը սկսել է այն ժամանակ, երբ առաջին անգամ կոտրվել է մարդու կոնքոստերը, բայց այդ կոնքոստերը կոտրվելուց հետո նա կարողացել է ապրել։ Իսկ դա ինչ է նշանակում։ Կոնքոստերը կոտրված մարդը չի կարող տեղաշարժվել, չի կարող սնունդ հայթայթել, չի կարող ինքնապաշտպանվել։ Նշանակում է նա պետք է վաղուց արդեն դառնա որևէ գիշատիչի զոհ կամ ուղղակի դատապարտված լի մահվան։ Բայց եթե նա ապրում է, նշանակում է այդ հասարակությունը սկսել է նրա մասին հոգ տանել, որի արդյունքում նա կարողացել է ապրել։ Այսինքն դուրս է գալիս, որ մարդկային քաղաքակրթությունը, առավել եւս հոգեվոր եղբայրությունը, այսինքն ընտանեկան հարաբերությունները հիմնված են միայն ու միայն սրտացավության, հոգատարության, ներողամտության, ապրումակցումի եւ այլ առաքինությունների հաշվին կրկնենք, որի արդյունքում կամ մարդկային քաղաքակրթությունը եւ կամ մարդեյակը այնպիսին, ինչպիսին հասել է իր բազմհազարամյակային էվոլյուցիայի արդյունքում։ Ինչ է սա հիմա նշանակում, ինչի համար այս օրինակը բերեցի։ Եթե խոսում ենք եղբայրությունից եւ եղբայրական հարաբերություններից, սրտացավությունից եւ ապրումակցումից, եկեք վերցնենք հենց այսօր այս պահին հայ իրականության մեջ ով ունի ամենից շատ դրա կարիքը։ Եվ եթե մենք տեսնենք, ապա կհասկանանք, որ դրա կարիքը ամենից շատ այսօր ունեն մեր Արցախի հայրենակիցները։
տնեզրկված, ունեզրկված, հայրենի օջախները լքած, պատերազմում հարյուրավոր զոհեր տված եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամենով հանդերձ նրանք եկել են Հայաստանի Հանրապետություն, նորից իրենց հայրենիք, բայց ինչպիսի վերաբերմունքի են արժանանում նրանք այսօր այստեղ եւ ամենակարևորը, ինչի ենք պատրաստ մենք, ինչի ենք պատրաստ, ինչպիսի զոհականության, ինչպիսի ծառայության, ինչպիսի նվիրումի, ինչպիսի սրտացավության, ինչպիսի ծառայության նրանց հանդեպ, որպիսի մեր եղբայրների հանդեպ տանք մեր турքը նրանք այստեղ այս օջախում իրենց օտար չզգալու համար։ Սա հիմնարար առանցք է եւ իմ ասեմ թե նաեւ ինչու։ Տեսեք, մենք ձեզ հետ միասին մեր հաղորդումների ժամանակ շատ ենք ասել, որ Արցախի կորուստը հետևանք էր այն բանի, որ մենք չհասկացանք հոգևոր օրենքները։ Իսկ հոգևոր օրենքները նույնքան իրական են եւ նույնքան գործել են, ինչքան ֆիզիկական աշխարհի օրենքները։ Իսկ հոգևոր օրենքների դաշտում մենք խախտեցինք բազում օրենքներ, որոնց հետևանքը եղավ Արցախի կորուստը եւ մեր հայրենազրկումը։ Իսկ ինչ էինք մենք ասում։ Մենք ասում ենք, որ 10 արդար չգտնվեց, որտեղ Աստված մեզ նվիրել էր Արցախ աշխարհը, բայց 10 արդար չգտնվեց, որի համար պետք է պահվեր։ Եվ Աստված նախախնամությունն ասեց, եթե այդ 10 արդարները չկա, ապա ձեզանից կխլեմ այս ձեր ունեցածը։ Մյուս հոգևոր օրենքը բազմիցս ենք նշել երկու դահեկանի մասին, երբ որ Աստված իր ծառաներին Տերը տալիս է, ասում է բազմապատկեք, ով չի բազմապատկում հողի տակ է թաղում այդ շնորհը, նրանից էլ ասում քեզնից կվերցնամ եւ կտամ նրան ով ունի, այսինքն այդ շնորհը որ դարձյալ Արցախը տվել էր մեզ, նորից մենք այդտեղ տեր չեղանք եւ նա ով քչի մեջ տեղ չի, շատին չի արժանանա։ Իսկ մենք հակառակը պետք է այդ քիչը որ տրված էր մեզ արժանի լինելու դեպքում մեզ կտրվեր ավելի։ Հիմա ինչու եմ սա ասում։ Նախախնամությունը հիմա մեր առջև այլ հոգևոր խնդիրների հրամայական է դվել եւ ասել է. լավ, հիմա ուզում եք պայեք Հայաստանը, հիմա ուզում եք նորից վերադարձնեք Արցախ աշխարհը, հիմա ուզում եք նորից արժանի լինեք ավելին, որ հետո ձեզ ավելին տան։ Ուրեմն հավատարիմ եղեք մեկ բանում, որտեղ է ձեր հոգևոր եղբայրության բանաձևը։ Ինչի եք պատրաստ, որ շոշափելիորեն այն կայացնեք ձեր միջավայրում, միջանձնային ներհասարակական միջավայրում օգնելու միմյանց, որպեսզի ես տեսնեմ, որ դուք արդար եք միմյանց հանդեպ։ Այսինքն մենք ասացինք, որ արդարությունը բխում է Աստծո սիրուց որպես մեծագույն առաքինություն, բայց այդ առաքինությունը դրսևորվում է գթասրտության, ողորմածության, ներողամտության, բարեկեցության միջոցով, ծառայության, զոհության եւ այլնի միջոցով։ Եվ հիմա ասում է ցույց տվեք, որ ես տեսնեմ, որ դուք արդար եք, ձեր մեջ գտնվի այդ 10 արդարը, որ նախ պահպանեմ հայոց աշխարհը, Հայաստանը, հետո ձեզ տամ նաև Արցախ աշխարհը, հետո էլ տամ մնացածը։ Այսինքն դարձյալ փոքրի մեջ հավատարիմ լինելու, այդ հավատարմությամբ 10 արդարներ լինելու գերխնդիրն ունենք։ Եվ հիմա այս առումով եկել է դրա դրսևորման ժամանակը։ Եվ ինչ ենք ասում հիմա այս հոգևոր բանաձևի քաղաքական դրսևորման մեջ, քաղաքական բառապաշարով, քաղաքական օրակարգով։ Մենք ասում ենք, որ 200-300 տարի քաղաքական բովանդակությունները, որոնք զարգացան, հասարակական պայմանագիր, քաղաքացիական պայմանագիր կամ դաշինք հասկացությունների շուրջ, այսօր սպառվել են։ Դրա սպառվածության փայլուն օրինակը եւ այսպես ասած նմուշ օրինակը եւ սիմվոլը, այսպես ասած խորհրդանիշը հանդիսացավ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ներկայից ԿՊ-ն այդ կուսակցությունը իր վրա կրելով այդ քաղաքացիական պայմանագիր հասկացողությունը, որը սպառվել է 200 տարվա իր ընթացքից հետո համաշխարհային մասշտաբով, սպառվում է այսօր Հայաստանի Հանրապետություն, ոչ թե սպառվում, այլ մահացել է։ Եվ այդ նեղվածությունը թունավորում է ամբողջ միջհասարակական ներպետական կյանքը։ Լուծումը հետևյալն է. արդարության սրբազան դաշինքները, կրկնենք, արդարությունը ոչ թե հասարակական դաշինքն է, ոչ թե քաղաքացիական պայմանագիրն է, այլ նոր հոգևոր բովանդակությունից բխող, այսինքն հոգևոր եղբայրության հրամայականից Աստծո արքայությունը որոնելու եւ նրա արդարությունը որոնելու եւ հաստատելու այս հոգևոր արժեքից քաղաքական բովանդակությունն է ձևավորել նոր արդարության սրբազան դաշինքներ։ Ինչպես ասացինք, այդ արդարության սրբազան դաշինքները հոգևոր եղբայրության բանաձևի մեջ են կայանում։ Եվ հիմա հրամայական է։ Մենք կգտնենք մեր մեջ այդքան իմաստություն, մենք կգտնենք մեր մեջ այդքան կարողություն, այդքան նաև արհեստավարժություն եւ այդքան նաև ձեռներեցություն,
նախաձեռնելու մեր արցախցի հայրենակիցներին մեկ ընդհանրական եղբայրական հոգացության տանիքի տակ առնելու եւ նրանց հանդեպ համապետական, համահասարակական, համազգային արդեն մոլորակի մասշտաբով մեր ողջ հայության համախմբված նպատակային ծրագրային քայլերով աջակցելու, որ նրանց հանդեպ հայ մարդու հանդեպ ցուցաբերի այդ եղբայրական դրսևորումը որպես արդարության սրբազան դաշինք։ Այսինքն արդարության սրբազան դաշինքը վերացական հասկացություն չէ, այն կոնկրետ յուրաքանչյուր անհատ հայի, որ անուն ազգանուն է կրում, վերացական հայություն չէ, որ ասես ու դու տարալուծվես դրա մեջ, ասես դե ես ինչ կապ ունեմ կամ ինձ ով է նկատելու այդ մի քանի միլիոնանոց հայության մեջ, այլ կոնկրետ քո անուն ազգանունով դու որպես հայ մարդ, որպես ենթադրենք կոնկրետ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայրենակից ինչով ես պատրաստ աջակցելու այդ համակարգը, կրկնում արդեն համակարգի մասին է խոսքը, համակարգը ձևավորելու համար։ Եվ այդ համակարգի ձևավորումը, որ ունենալու է տնտեսական այլ բովանդակություն եւ այլ նպատակներ իր հերահար դրսևորումների մեջ, ունենալու է քաղաքական կառավարման հերահար դրսևորումներ այլ բովանդակության մեջ, ինչպես է գնալու նոր ձևավորվող համակարգի կայացմանը։ Համակարգ, որը վաղ թե ուշ փոխարինելու է Հայաստանի Հանրապետության ձևաչափին, որպես նրա վերաճային մեկ այլ դրսևորում, արդեն հայոց ազգային արդարապետության ձևաչափով։ Այսինքն այն ինչի մասին մենք խոսում ենք, կրկնենք, հոգևոր արժեքներ, ոգեղեն իմաստներ, կրոնական բովանդակություններ, դրանց տրանսֆորմացիան քաղաքական բովանդակությունների, օրակարգերի, գործընթացների մեջ, որպես հոգևոր եղբայրության կամ արդարության սրբազան դաշինքներ, իր վերաճային մակարդակում դրսևորվելու է կոնկրետ քաղաքական արդյունքներով, որպես հայոց ազգային արդարապետություն, իր կառավարման աշխարհաժողովային մոդելով եւ իր տնտեսվարման հայրենատիրական սեփականության հիմքի վրա հիմնադրամային կառավարման մոդելով։ Այսինքն հիմնարար այս փոփոխությունների գերխնդիրն ենք մենք դնում, խոսելով հայոց ազգի առաքելության եւ դրա իրագործման մասին։ Այսինքն երբ որ ասում ենք առաքելություն եւ ի գործ, դա պահանջում է կոնկրետություն, եւ այդ կոնկրետությունը աշխարհաժողով ազգային ազատագրական հայրենատիրական շարժումը կոնկրետացնելու է մոտակա 1 ամսվա ընթացքում եւ որպես ծրագրային նախագծային փաթեթ դնելու է սեղանին։ Եվ այստեղ կդառնա այդ հրամայականը, մենք կգիտակցենք այդ հոգևոր եղբայրության սրտացավությունը, ապրումակցումը եւ այլն, եւ կգնանք յուրաքանչյուրի հանդեպ այդ արդարության սրբազան դաշինքները կնքելու, այսինքն այդ համակարգին մասնակցելու, դրա մի մասը լինելու, իսկ դա կնշանակի, որ մենք գիտակցել ենք, թե ինչ ենք ուզում կառուցենք, որ մենք ապաշխարում ենք մեր գործած այս 30-ամյա սխալների համար, որ մենք դարձ ենք կատարում այո Աստված եւ ըստ այդ Աստծո կամքը կայացնելու որպես Աստծո արքայության եւ նրա արդարության որոնում ու կայացում։ Այս կարմատապես փոխվելու է հայ միջավայրը, հայ պետականությունը եւ սա լինելու է այդ մեր ասած քաղաքակրթական կենտրոնը, քաղաքակրթական առանցքը, որը կարող է վերաֆորմատավորման նոր մեգա նախագիծ ներկայացնել աշխարհին, գոյություն ունեցող, ինչպես ասում ենք, մակաբուծային հակարարչական ավերիչ հակահամակարգին։ Սա հիմնարար եւ առանցքային կետ է, որի մասին խոսում ենք։ Եվ այստեղ մենք ասում ենք, որ կա ապագայի տեսլական, այդ ապագայի տեսլականը պարտավոր է, որ վերացի նախագծի, նախագիծը ենթադրում է, որ պետք է ունենա համապատասխան էլիտա, ով կրում է այդ նախագիծը եւ պատրաստ է այն իրականացնելու, եւ անշուշտ անհրաժեշտ է նաեւ գործիքակազմեր, ինչպես ասեցին, կառավարչական, տնտեսական, նաեւ մշակութայնացման գործիքակազմեր, այդ նախագիծը կյանքի կոչելու համար։ Եվ այդպիսի նախագիծը որպես քաղաքակրթական նոր հայտ մենք ներկայացնում ենք արդար հասարակարգի, արդարակարգի եւ արդարապետության տեսքով։ Եվ այստեղ հայ մարդը իր առաքինության, իր ձևաչափի մեջ ներկայանում է այդ առաքինությունները կրող
մարդ, որը մեկ բառով մենք անվանում ենք նաև արդար հայ։ Հետևաբար այդ արդար հայերն են, որ պետք է ձևավորեն արդար հասարակություն, ձևավորեն արդար հասարակարգ եւ ձևավորեն արդարապետություն։ Ինչի համար էլ մենք ձեզ հետ միասին ասում ենք, որ կհավերժի հայը արդար հայը։ Այո, պարոն Մակարյան, ուզում ենք նորից շեշտել մեր ունկնդիրներին, որ եթե մենք խոսում ենք հոգևոր օրենքներից, հոգևոր բովանդակությունից եւ նրա տրանսֆորմացիան քաղաքական դաշտ եւ քաղաքական իրականություն, գուցե շատ բարդ է հնչում։ Կան այդպիսի, այսպես ասեմ, մեղադրանքներ մեզ, որ մեր խոսքը բարդ է եւ ժամանակակից աղմուկի մեջ քիչ լսելի։ Եվ շատերը մտածում են, որ դա գործ չէ, բայց արդեն խոսեցինք կոնկրետ գործերի մասին, որոնց լծված ենք արդեն վաղուց եւ ինչպես նշեցինք, աշխարհաժողով շարժումը հստակ գնում է ազգային համակարգի հավաքմանը եւ շուտով մենք ունենալու ենք ամբողջական համակարգ, որը այլընտրանք է դառնալու ներկայիս ապարժեք համակարգին։ Եվ այս պարագայում է, որ մենք հստակ ձևակերպում ենք մեր պահանջը, կհավերժի հայը, արդար հայը։ Մենք կհանդիպենք հաջորդ արդեն կոնկրետ պրոյեկտներից ու նախագծերից ավելի մանրամասն խոսելու համար։ Ցտեսություն։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։